Մենք կառավարության նիստերում խոսում ենք դիվերսիֆիկացիայի այս process-ների մասին, ես համոզված եմ, որ Եվրասիական տնտեսական միության մի շարք երկրներում այս նույն process-ը առանց հայտարարելու տեղի է ունենում, որովհետև մարդիկ չեն կարող այս այն ինչ որ տեղի է ունենում, իրանք գնահատելու են որպես ռիսկ, որը իրանց առաջ կանգնած է։ Եվ հետևաբար ստեղ Եվրասիական տնտեսական միության ձևաչափում իրոք քննարկելու բան կա, եւ ես առաջիկայում այդ առիթը կօգտագործեմ այդ քննարկումը սկսելու, որովհետեւ իհարկե ես նաեւ մեր գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ նրանք իմ բացակայությամբ ընդունել են եւ պետք է մենք հասկանանք դա ինչ է նշանակում գործնականում։ Այսինքն մենք պետք է հասկանանք Եվրասիական տնտեսական միության ցանկացած երկրի հետ կապված կարա ասենց որոշումներ կայացնի եւ ուղղակի տենց մի օր արթնանալ որոշումներ կայացնել։ Իմ գնահատմամբ, եթե այս հարցի պատասխանը այո է, ուրեմն Եվրասիական տնտեսական միությունը հայտարարում է ինքնալուծարման մասին։ Եվ մենք պետք է ստեղից արդեն հետևություններ անենք։ Էլի եմ ասում։ Հիմա հարցը շատ հստակ պետք է լինի պատասխան՝ կա թե չկա։ Եթե կա, մենք կդիրքավորվենք։ Եթե չկա, այլ դիրքավորվելու կարիք էլ առանձնապես չի առաջանալու։